Այս ռեպորտաժը պատմում էր պատերազմի հետքերի մասին, բայց տեսախցիկը չի կարող փոխանցել այն ամենը, ինչ զգում ես, երբ մի քանի օր ապրում ես պատերազմի մեջ գտնվող երկրում։ Այս պահին Անի Աբաղյանը իմ տաղավարում է։ Անի, վերջին 5 օրերին քո եւ մեր օպերատոր Մհեր Դավթյանի շնորհիվ ABC մեդիան կարողացավ մանրակրկտորեն լուսաբանել Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, Իրանի նախկին հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողակարգը, բայց հեռուստադիտողը չտեսավ ու չզգաց այն լարվածությունն ու նյարդը, որի պայմաններում մենք աշխատում էինք։ Բարև Աննա, շնորհակալություն այս հնարավորության համար։ Այդ նյարդի մասին, որ խոսում ես, կարծում եմ հիմնական պատճառը ինտերնետի թույլ լինելը, երբեմն նաև բացակայությունն էր, որ մենք այդքան նկարում էինք եւ ուզում էինք րոպե առաջ նաև ձեզ ու մեր հեռուստադիտողին ցույց տալ, ինչ է այնտեղ կատարվում։ Եվ այդքան մարդկանց մեջ աշխատելը մեզ համար նորություն էր, միլիոնանոց քաղաքում, հատկապես որ մեծ մասը դուրս էր եկել փողոց եւ ուզում էր իր հարգանքի տուրքը այդպիսով ցույց տալ իրենց առաջնորդին, այդքան մարդկանց մեջ աշխատելը, օպերատիվ այդ իրավիճակը լուսաբանելը նման ինտերնետային պայմաններում իրոք շատ բարդ էր։ Անի, քեզ վիճակվեց ականատես լինել այնպիսի իրադարձության, որը վստահաբար մնալու է Իրանի նորագույն պատմության էջերում։ Ինչ կար այնտեղ, ինչ էր տեղի ունենում, որը տեսախցիկով անհնար էր մեզ փոխանցել։ Իրականում մենք որտեղ որ գնում էինք, փորձում էինք տեսախցիկը միշտ մեզ մոտ պահել, թե հեռախոսով, թե պրոֆեսիոնալ տեսախցիկով, այդ ամենը նկարում էինք, բայց իրականում այստեղ մեր զգացողություններն էր, որ մենք փորձում էինք մաքսիմալ թաքցնել մեր անհանգստությունը, այն միջավայրը, որտեղ որ մենք հայտնվել էինք ես եւ Մհեր Դավթյանը, նորություն էր մեզ համար եւ մենք հենց դա էինք փորձում թաքցնել, որպեսզի մեր հետևորդները տեսնեն ոչ թե այն, ինչ մենք ենք զգում, այլ տեսնեն այն, ինչ որ կատարվում է Իրանում եւ իրենք այդ կադրերով, այդ տեքստերով պատկերացում կազմեն եւ իրենց զգացողությունները ունենան։ Մեծ Մոսալայի մասին կուզեի պատմել։ Հիմա կարող ես պատմել ինձ ինչպես հասակ այնտեղ։ Դե ինչպես նշեցի, բազմամարդ էր փողոցները եւ անվտանգության ռեժիմը բարձր մակարդակի վրա էր եւ մեզ հատուկ քարտեր բաժանեցին լրագրողների համար մեր լուսանկարներով եւ այդ քարտերով մենք պետք է տպավորություն էր, որ պետք է հնարավորություն ունենանք բոլոր այն վայրերը, որտեղ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, մտնել, բայց դա այդքան էլ այդպես չէր։ Ինչպես նշեցի, անվտանգության համակարգը բավականին բարձր մակարդակում էր եւ մենք տարբեր ստուգումների միջոցով էինք կարողանում հասնել ու դժվարությամբ։ Մարդկանց հետ էինք զրուցում, տպավորություն էր, որ բոլորը սգում են եւ շատ տխուր են, բայց երբ մոտենում էինք իրանցիներին իրենց հետ իրենց ցավի մասին խոսելու համար, իրենք սկսում էին իրենց վրեժի, իրենց դիմադրության մասին պատմել եւ նշել, որ իրենց հոգեվոր առաջնորդի մահը նոր Իրան է ստեղծել եւ բացահայտել իրենց համար, ավելի ուժեղ են, ավելի միասնական, այո, ավելի միասնական են իրենց զգում եւ երկար ճանապարհ էր, որ դեպի Մոսալա է տանում։ Մենք վաղ առավոտյան 6:30-ից դուրս եկանք հյուրանոցից եւ վերադարձանք արդեն հաջորդ օրը առավոտյան 5-ին, այդ ամբողջ ընթացքում մենք աշխատում ենք Թեհրանի փողոցներում։ Երեկոյան ժամը, եթե չեմ սխալվում, 12-ն անց ենք մենք մեծ Մոսալա հասել, էլի մեծ դժվարությամբ, բայց գիշերը, կեսգիշերը։ Այո, կեսգիշերն անց ենք այնտեղ հասել, էլի դժվարությամբ, մի մասը ճանապարհով, մի մասը ոտքով, մի մասը մեքենայով, մի մասը ոտքով եւ այնտեղ բարձր հատվածից մենք կարողացանք նկարել հրապարակը, որտեղ Խամենեի եւ իր ընտանիքի անդամների մարմինն էր տեղադրված եւ Իրանում տարբեր երկրների ներկայացուցիչներ գալիս էին այնտեղ սգում էին հոգեվոր առաջնորդի մահը։ Անի, նաեւ հանդիպեցիր Սեփուխ Սրբազանին, որի մասին վաղ առավոտից մեծ տարբեր պատմություններ ես պատմում։ Սեփուխ Սրբազանի հետ հանդիպումը մեր հենց Երևան գալու օրն էր։ Մենք այդպես շտապում էինք էլի, ինչպես միշտ
այդ զգացողությունը արդեն ես Իրանի հետ եմ համեմատում, անընդհատ շտապել, անհավանական եւ անպատկերացնելի իրավիճակներում հայտնվելը եւ գնացինք Սրբազանի կեցավայր, նա վատառողջ է եւ երկար ժամանակ է հյուրեր չեր ընդունում, բայց մեզ բախտ վիճակվեց իր հետ հանդիպել, առանձին հարցազրույց ունենալ, իր առողջական վիճակի մասին խոսել, բայց ավելի շատ Սրբազանի հետ խոսել ենք Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի եւ իր ուղերձն ենք բերել, որի մասին չէի ուզի այնքան պատմել, այլ ուզում եմ, որ մեր հեռուստադիտողները հենց այդ հարցազրույցից մանրամասները իմանան։ Դա մեր հարցազրույցից հետո անի բացառիկ էր նաեւ Հադաթ Ադելի հետ ձեր հանդիպումը, որը Իրանի ներկա հոգևոր առաջնորդի Մոջթաբա Խամենեի կնոջ հայրն է։ Ինչպես կազմակերպեց այդ հանդիպումը, ովքեր կազմակերպեցին, ինչ էի քննարկում, իրականում բացառիկ հանդիպում էր։ Այդ օրը մենք հրաժեշտի սքո երթն էինք լուսաբանում եւ էլի շատ վաղ առավոտյան արթնացել էինք, ամբողջ օրը աշխատել էինք եւ երեկոյան հայ համայնքի հետ հանդիպումից հետո մեզ առանց տեղեկացնելու թե որտեղ ենք գնում, ինչը էլի Իրանում հաճախ էր լինում մեզ հետ, նստեցինք մեքենա ու ճանապարհվեցինք եւ միայն հենց այն վայրում, որտեղ որ հանդիպեցինք Հադաթ Ադելի հետ, այդտեղ իմացանք, թե որտեղ ենք եկել եւ ինչու ենք եկել։ Մեզ Բաքվում ասացին, որ ձեզ սպասում է Մոջթաբա Խամենեի կնոջ հայրը, իդեպ մեր հեռուստադիտողներին նաև կուզեի հիշեցնել, որ փետրվարի 29-ին, երբ հարվածել էին ու սպանել էին հոգևոր առաջնորդին, այդ օրը նաև մահացել էր նրա հարսը, Հադաթ Ադելի աղջիկը։ Մեծ շոկ էր մեզ համար, որովհետև իրոք չէինք պատկերացնի, որ նման հնարավորություն կընձեռվեր մեզ հանդիպելու, հարցեր հղելու նախկին Մեջլիսի նախկին նախագահին, նա նաև Մոջթաբա Խամենեի խորհրդականն է իդեպ։ Ինչ է հետաքրքրում այս հանդիպումից։ Ինչ ուղերձներ հնչեցին, անի, որովհետև երբ դու մեզ ուղարկում էիր նյութերը, այնտեղ նաև կար ուղերձ Հայաստանին վերաբերող։ Խնդրեմ քո հարցի մասին հենց խոսես։ Հայաստանի մասին վերաբերող հարցին անդրադառնալով ասեմ, որ մեծ հիացմունք ունեն իրենք հայ ժողովրդի նկատմամբ եւ դա միայն Հադաթ Ադելի հետ հանդիպման ժամանակ չէ, որ մենք զգացել ենք, իրանցիները հատուկ վերաբերմունք ունեն հայերիս նկատմամբ եւ երբ մենք ներկայանում էինք, նշում էինք, որ մենք Հայաստանից ենք, նրանց դեմքի արտահայտությունը միանգամից դրականորեն փոփոխվում էր։ Հադաթ Ադելի հետ հանդիպմանը Հայաստանի եւ Իրանի հին պատմական բարեկամական կապից խոսելուց բացի մենք նաև անդրադարձել ենք մեր հարցին թրիփի մասին, թե ինչպես կանդրադառնա թրիփը Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև կնքվող այդ համաձայնագիրը, ծրագիրը ինչպիսի ազդեցություն կունենա, դրա մասին մենք էլի ռեպորտաժ մի կերպ պատրաստեցինք, այնտեղ ի պատասխան մեր հարցին Հադաթ Ադելը նշել է, որ Միացյալ Նահանգների խոստումներին, սա իր խոսքերն են, չպետք է հավատալ եւ այն երկրներում, որտեղ նա ներկայություն է ունենում միայն Իրանին հարվածելու եւ Իրանին մեկուսացնելու համար է միայն։ Այնտեղ նաեւ Իրանի եւ Միացյալ Նահանգների բանակցությունների մասին է հարց հնչել, իմ գործընկերները նույնպես ունեին, այդտեղ Հադաթ Ադելը ասաց, որ նրանք շատ անվստահելի մթնոլորտում են այս բանակցությունները շարունակում, բայց Իրանը որ պահին, որ տեսնի բանակցությունները դուրս են գալիս իրենց վերահսկողությունից, նրանք պատրաստ են պատերազմը շարունակել, որը Իրանին թելադրված է, եւ այսօր էլ տեսնում ենք, որ այո, պատերազմը շարունակվում է։ Եվ ամենադրամատիկը հենց ձեր վերադարձն էր, որը հենց պատերազմի վերսկսման օրն էր։ Մենք երեկոյան արդեն պատրաստվում ենք, որպեսզի դուրս գանք, հա, հաջորդ օրը գիտենք, որ գալիս ենք Հայաստան, գալիս ենք տուն ու Տելեգրամում կարդում ենք, որ հարվածել են Իրանին, մեր այնտեղ նոր գործընկերները, որ իրենց հետ այս 5 օրվա ընթացքում ենք ծանոթացել, իրենք ասացին, որ Իրանը նոր ու ավելի մասշտաբային պատերազմի մեջ է մտնում,
անկեղծ ասած այդ պահին իմ եւ մյուս գործընկերներիս միջև նյարդային ծիծաղ էր բռնկվել ուղակի, մենք անհանգստությունից, նյարդերից չգիտեինք ինչ անել։ Նախ մտածում էինք մեր վերադարձն ինչպես է կազմակերպվելու, հետո մեր հարազատների մասին էինք մտածում, ես, Մհերը, մեր մյուս գործընկերները, որ այնտեղ են գտնվում։ Հետո նաև ABC մեդիայի մասին, թե ինչպես եք մենք այդ ամենը, եթե հանկարծ այնտեղ մնանք, ինչպես ենք մենք այդ ամենի մասին պատմելու այս վատ ինտերնետային կապն ունենալով։ Բայց բարեբախտաբար մենք կարողացանք վերադառնալ եւ այսօր Հայաստանում ենք, ինչի համար իրոք շատ ուրախ ենք։ Անի, եթե այս ամբողջ ճանապարհորդությունը մեկ բառով կամ մեկ նախադասությամբ նկարագրես, ինչպես այն կնկարագրես։ Մի հիշողություն, որտեղ արկածները, նոր էմոցիաները ու անմոռանալի պահերը շատ են։ Ու նաև սա փորձառություն էր մեզ համար, մեր թիմի համար։ Մենք Իրանում զգում էինք ձեր հոգատարությունը, զգում էինք ձեր ներկայությունը, որ գիշերը որ ժամին գրում էինք, դուք այստեղից արձագանքում էինք։ Ու դա իրոք շատ կարևոր էր մեզ համար, այնտեղ զգալը, որ այստեղ դուք մեզ սպասում եք ու մեր նյութերը միայն ոչ ABC մեդիայի թիմի, այլ ABC մեդիայի հետևորդների համար են կարևոր ու դա մեծ պատասխանատվություն է։ Մինչ Իրան գնալը եւ Իրանից վերադառնալը մենք շատ մեծ փորձառություն ենք կուտակել, որոնք այս ընթացքում մեր պատմություններով կփորձենք փոխանցել։ Շնորհակալություն Անի։ Ձեզ շնորհակալություն։